Բարև ձեզ, շնորհակալություն վերհրավեր ընդունելու և այս ասուլիսը լուսաբանելու համար։ Այսօր ցանկանում ենք հերթական տարին ամփոփելով ներկայացնենք, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան 2025 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների գործերով։ Կոնկրետ 5 գործերի մասին այսօր ձեզ կներկայացնենք։ Ինչու ենք այսօր որոշել հրավիրել այս ասուլիսը և այն մասին խոսել, որովհետև ամբողջ աշխարհը այսօր նշում է մարդու իրավունքների օրը։ Շատ խորհրդանշական օր է և մենք ցանկանում ենք այս ասուլիսի միջոցով հանրության ներկայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված չեն։ Ոչ միայն մարդու իրավունքները օրը, այլ ընդհանրապես տարվա մյուս 365 օրերի ընթացքում ևս։ Անցնող 2025 թվականի ընթացքում քննության փուլում գտնվող 5 գործերով Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Ղազարյանի, Վալերիկ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ այս 5 գործերի բացահայտման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գլխավոր նախասան Վարդապետյանն է, ով գործերի բացահայտման բանալին ունի դեռևս 2021-22 թվականներից և ինքը դրանց մասին նաև անձամբ մի քանի անգամ զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ դեռևս այս սպանությունների չբացահայտման պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ նրանց հովանավորները ըստ էության փաստորեն երկրի վարչապետն ու գլխավոր դատախազն են։ Նշեմ, որ շատ կարճ ես կանդրադառնամ գործերի ընթացքի մասին, մնացածը իրավահաջորդներ իրենք կներկայացնեն։ Տիգրան Օհանջանյանի գործի վերաբերյալ կարող եմ ասել անցած տարվա ընթացքում քննությունը ոչինչ չի կատարել, բազմաթիվ գործողություններ, որոնք պիտի կատարվեին, պարզապես չեն կատարել կամ չեն ցանկանում կատարել։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ քննչական մարմինը, Հայ քննչական կոմիտեն, զինվորական քննչական գլխավոր վարչությունը կամ ինչպես նաև զինվորական դատախազությունը և դատախազությունը այս գործով ցուցաբերում է անգործություն։ Վալերիկ Մուրադյանի գործով մի մաս առանձնացվել և ուղարկվել է դատարանի քննության, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, օրեր առաջ տեղի ունեցավ ըստ էության առաջի հիմնական դատալսումները, որի ժամանակ մենք հայտարարեցինք դատարանում, որ չենք ընդունում այն պրոցեսը, որը ընթանում է, և դատավարության հետ մեր անհամաձայնությունը հայտնեցինք և Տիկին Նանան նույնիսկ լքեց դատական նիստերի դահլիճը։ Արթուր Ղազարյանի գործով զինծառայող ոչ մի քայլ, բացարձակ ոչ մի քայլ, 1 տարի քննչական մարմինը և դատախազը աշխատավարձ են ստացել մեր վճարած հարկերի հաշվին, որպեսզի ոչինչ չկատարեն։ Անդրանիկ Մկրտչյանի գործի կապակցությամբ կարող եմ ասել, որ մեզ հայտնի է 1-2 փոքրիկ գործողություններ քննչական և վերջ։ Այլ գործողության մասին մենք տեղեկություններ չունենք, ոչինչ չի կատարվում։ Լևոն Թորոսյանի գործով դարձյալ նույն պատկերն է։ Կարճ ամփոփելով ուզում եմ ասեմ, որ խաղաղ պայմաններում զորամասերում կամ հերթապահության ժամանակ սպանված զինծառայողների գործերով պետությունը շարունակում է ցուցաբերել անգործություն։ Հայտնի է նաև, որ Վալերիկ Մուրադյանի և Տիգրան Օհանջանյանի գործով ունենք Եվրոպական դատարանի վճիռներ, Արթուր Ղազարյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործով Եվրոպական դատարանում արդեն գանգատներ կան, շուտով կլինի նաև Լևոն Թորոսյանինը, այս ուղղությամբ ևս պետությունը ոչինչ չի կատարում։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեռ անցած տարի իր նստաշրջանի ժամանակ որոշում էր կայացել պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը 25 թվականի ընթացքում առարկայական քայլեր կատարել և տեղեկություններ տրամադրել, սա ևս չի կատարվել։ Պատկերը շատ տխուր է և նորից եմ կրկնում, այս տխուր պատկերը ունի պատասխանատու, վարչապետ Փաշինյան, գլխավոր դատախազ Վարդապետյան։ Կխնդրեմ մայրիկները արդեն իրենք ևս ներկայացնեն, հարցերը դեպքում սիրով կպատասխանեմ։ Ես Տիգրան Օհանջանյանի մայրն եմ, դեպքը տեղի ունեցել 2007 թվականի օգոստոսի 30-ին, արդեն 18 տարի
այս գործը քննվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ինչպես պարոն Պապիկյանն ասեց, արդեն ունենք Եվրոպայի վճիռ, իսկ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը, քննչական մարմինները ոչինչ չեն անում երկրի գլխավոր դատախազի ու վարչապետի հետ միասին, առավել ևս, որ նրանք խոստացել էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այս գործերը բացահայտում ունենա։ 18 թվականին հենց ինքը Փաշինյանը իջավ ներքև, կառավարության մոտ մենք ակցիա ենք անում, իջավ եւ ասեց, սրանք անպայման, այս գործերը անպայման պետք է բացահայտվեն։ Տարիների ընթացքում 18 թվականից մինչև առայսօր իրանց այդ գործերի փոփոխությունն եղել այն, որ հանձնաժողով են այդքան մեր բողոքներից հետո հանձնաժողով են ստեղծել եւ հանձնաժողովը վերանայել է այդ գործերը, վերլուծել է, արդյունքում տվել է, որ Տիգրան Օհանջանյանի գործով 150 էջանոց ապացույց կա, որ չի համապատասխանում պաշտոնական վարկածին, որ կատարվել է սպանություն, ոչ թե դժբախտ պատահար։ Ինչ եղավ։ 150 էջանոց ապացույցը ինչ եղավ։ Ես խոսքս միշտ ուղղել եմ Տիկին Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Ուր մնաց ձեր խոստումները։ Հա, գիտենք, որ սուտաս անեք, բայց այդ աշճանի, որ հայտարարեք ազգային ժողովում Տիկին Վարդապետյանը հայտարարեց, որ ի սկզբանե վերացրել են Տիգրան Օհանջանյանի գործի իրեղեն ապացույցները։ Ի սկզբանե վերացրել են, ով է վերացրել, տուժողի իրավահաջորդը, վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առայսօր չեն պատժվել։ Եթե նախկինների ժամանակ են սպանել իմ երեխուն, իրենք նախկիններին թող մեղադրանք առաջադրեն եւ առավել ևս, որ իրենք ուսումնասիրել են եւ պարզել են, որ այս գործերը հենց իմեն Տիգրան Օհանջանյանի գործը սպանություն է։ Ով կա այս սպանության հետևում, որ նույնիսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը վախենում են բացահայտեն։ Մինչև առայսօր ոչինչ չեն արել։ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդունեց մեզ, մայրերիս, հանձնաժողովի անդամներին գլխավորությամբ Տիկին Վարդապետյանին ինքն զեկուցում, ինչ գործողություններ են կատարել։ Շատ պարզ հայտարարեց, որ այս բոլորը մայրերը էմոցիոնալ չէին, այս բոլորը սպանություններ է, որը պիտի վերավորակում ստանա։ Ով է դրա մեղավորը։ Դատախազները, քննիչները, այն դատախազները, այն քննիչները, այն գործը հսկող քննչական մարմինները հիմա բոլորը գլխավոր պաշտոններում են, ավելի ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, Հայկ Գրիգորյանից սկսած, Կրկաշարյան Արտակից վերջացրած, մնացած հիմիկվա գործը հսկող դատախազը, որը երկար տարիներ 5 տարի եղել է Կարեն Հարությունյանը, զինվորական դատախազ, իսկ այսօր ինքը տեղակալը Էլիզբարյանի տեղակալն է։ Այսինքն, եթե այս սպանությունները կարողանում են լավ կոծկել, առաջ խաղացում են ստանում և պաշտոնների բարձրացում։ Իսկ ով է այս գործերի հիմնական սպանություն կատարող անձը, ասեմ, ես համոզվեցի, ես 18 տարիների ընթացքում համոզվեցի, որ հրամանատարությանը զակաս են տալիս, հենց թեկուզ չեն վախենում այս բառը ասելուց, պաշտպանության նախարարությունը հրաման է տալիս, նրանք էլ սպանությունները կատարում են, որպեսզի այս բանակ չծառայած իրանց երեխեքը, որը որ ոչ հիվանդ են, ոչ մի բան ու մեծ թվերով
ազատվում են բանակի ծառայությունից դեռ այն ժամանակվանից 2007 թվականից մինչև առ այսօր դա շարունակվում է եւ ով հիվանդ է ծառայում է, որովհետեւ հենց իմ տղայի զորամասում այդ օրը, որ դրանից հետո դեպքը կատարվել է, մի նորակոչիկ վատացել է ընկել է, իմ տղաս մոտեցել է, որ օգնություն ցույց տա, այդ երեխեն հիվանդ է եղել, էպիլեպսիայով հիվանդ է եղել այդ երեխեն, իսկ ինչի է հայտնվել բանակում 2007 թվականին, ինչի է հայտնվել բանակում, ուրեմն մի առողջ երեխայի տեղա չէ գնացել ծառայելու, մինչև առ այսօր է շարունակվում է, եթե երկրի ղեկավարները Նիկոլ Փաշինյանից սկսած չեն ծառայել, ինչ են իմանալու, զինվորի կյանքը ինչ է, զինվորի մահը իրանց համար այսօրվա իշխանության համար կոպեկի նշանակություն չունի։ Առայժմ այսքան։ Ես Նանա Մուրադյանն եմ, Վալերիկ Մուրադյանի մայրն եմ։ Իմ տղան ծառայել է Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում։ Այն Ղարաբաղի, որը որ այսօր վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Ես բազմաթիվ դիմումներ ունեմ գրած, որ օրենքով են տարել իմ երեխուն Ղարաբաղ, եւ նախկինների օրոք եմ գրել, եւ հիմա վարչապետին եմ գրել եւ պատկան ղեկավարներին եւ ոչ մի պատասխան չունենք այդ մեր դիմումին։ Այնինչ վարչապետը այսօր իր բերանով ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանն է, մեր 18 տարեկան զինվորներին ինչ են տարել ընդեղ կռիվ պատերազմ, չգիտեմ ինչ էր ասում, մի խոսքով իր խոսքերը։ Եվ մենք մեր դիմումներին պատասխան չունենք տարիներ շարունակ։ Ասեմ, որ իմ տղայի սպանությունը, իմ տղային սպանել են, որովհետև ինքը տեսել է ոնց են թալանում բանակը, վառելանյութ են գողանում բանակից, իր զորամասից, տեսել է, վերացրել են իրան, որ չբարձրաձայնվի, ոչ միտեղ չերևա։ Տարիներ շարունակ բողոքում եմ, որ իմ տղան ինքնասպան չի եղել, ինքնասպանության հոդված են դրել, ինքնասպանության հասցնել, բայց վարչապետի հանձնարարությամբ, երբ որ ստեղծվեց այդ խումբը, 6 իրավաբանից, բաղկացած 6 իրավաբանով համոզվեցին եւ խմբի ղեկավարը, այդ խմբի ղեկավարը իրավաբանների եղել է ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, բոլորը միաձայն համոզվեցին, որ պաշտոնական վարկածներին չի համապատասխանում այս 5 քրեական գործը, նաև իմ որդու գործը։ Աննա Վարդապետյանը ասեց, որ ներկայացրեց վարչապետին, որ այս գործերը, այս մայրերը ճիշտ են, սպանություններ է եւ պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Երբ որ վարչապետին վերջին անգամ վերջին գործի ժամանակ ինքը ներկայացրեց եւս մեկ գործ, վարչապետը ասեց, որ ես իմ ձեռքերը ուրեմն լվանում եմ, քաշվում եմ մի կողմ, Վարդապետյան, գնում ես դատախազություն, գլխավոր դատախազի պաշտոնի եմ քեզ նշանակում, այս գործերը տար հետդ, որպես օժիտ եւ ավելի լայն կլինի այնտեղ քո հնարավորությունները, որ ուսումնասիրես այս քրեական գործերը։ Այնինչ այդ օրվանից ոչինչ չի արվել, ոչինչ չի արվում։ Մենք դիմում ենք գրում գլխավոր դատախազը, որ մեզ ընդունի Աննա Վարդապետյանը, ինքը մեզ ուղարկում է զինվորական դատախազություն, չի ընդունում մեզ, ուղարկում է զինվորական դատախազություն, զինվորական դատախազությունն էլ ասում է, որ ես ձեր գործելով անելիք չունեմ։ Հիմա մենք չգիտենք ինչ անենք էլ։ Մարտի 15-ին կլռանա իմ տղայի սպանության 16 տարին։ 16 տարի է պայքարում ենք, մինչև այսօր ոչինչ չկա, 18 թվականին Փաշինյանը իջավ կառավարության շենքից, դուրս եկավ, ես չգիտեմ շոու էր ցույց տալիս, ինչ էր անում, որ ժողովուրդը իրան ընտրեն, մենք էլ հավատացինք, որ
ինչ-որ մի բան անելու է, ասեց, այս գործերը սենց չի մնալու, ես չեմ կարողանում տեսնեմ ամեն անգամ, որ դուք սենց կանգնում եք, կանգնած եք ստեղ, ամեն եղանակին, տարբեր եղանակներին, այս գործերը պետք է բացահայտվի, և մինչև այսօր ոչինչ չի արվել, ոչինչ, զրո, ինչքան պետք է մենք կանգնենք սենց պայքարենք այս անիրավ երկրում, այո, այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է, ես ուզում եմ ասեմ, որ մարդու իրավունքները ըստեղ ոտնահարված է ամենավերջին ձևով, մեր իրավունքները ոտնահարված է, նույնիսկ եվրոպական դատարանի վճիռները չեն կատարում մեր պետությունը, մատնանշում են իրանք ուրիշ կողքի պետություններին, այս մեր պետությունը, բայց նախ թող իրանք կատարեն եվրոպական դատարանի վճիռները, նոր մատնանշեն ուրիշ պետություններ կողքի։ Մի խոսքով առայժմ այսքանը ոչինչ չի արվում այս մեր պետությունում, մեր երեխեքի քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ։ Ես Իրինա Ղազարյանն եմ, Արթուր Ղազարյանի մայրը, իմ տղան ծառայել է Հադրութի 38-401 զորամասում։ Իմ տղայի հետ վերջի անգամ եմ խոսացել 2010 թվականի դեկտեմբերի 14-ին, որ ասել է մամա նստած ենք թուրքերի տարածքում ու հաց ենք ուտում։ Այդ վերջի խոսակցությունն է եղել, ասել եմ Արթուր ջան, ինչ ա եղել, ասում է Ջանգինյան Մարտինը, իր հրամանատարը, իրանց ասել է, որ պետք է թուրքերի հետ առու վաճառք անենք։ Ասի Արթուր ջան, զգուշ մնա, հանկարծ մի բան չեղնի, գլխիդ փորձանք, մամա ասում է, եթե Արթուր Ջանգիրյան Մարտին ասել է, ուրեմն պետք է անենք։ Այդ վերջի խոսակցությունն է եղել, 14, 15, 16, 17-ին նոր զանգել են, առավոտյան 12-ին, որ կներեք 16:45, որ եկեք ձեր տղային բերել են հոսպիտալ, կոմայի մեջ է։ Այդ ժամանակ գնացել ենք տեսնել, որ իմ տղան արդեն մահացած է եղել։ Ինչի եմ ասում մահացած, որ ի սկզբանե ես իմ տղային տեսել եմ, աշկերը սենց բաց, չորացած սաղ ներսը, բերանը սոսինձով կպած, ներսից սոսինձով կպած, իբրև իմ տղան կոմայի մեջ է, եթե իմ տղան կոմայի մեջ է եղել, ինչ կապ ուներ այդ սոսինձը իմ տղայի բերան, ինչի եմ ասում այսքան բանը, որովհետև իմ տղային մահացած են բերել։ Ու առ այսօր, քնիչ, դատախազ, նույն Աննա Վարդապետյանը, նույն ինչ գործողությունները ծնողները ասում են, հանձնաժողով է ստեղծել, խումբ են արել, ոչ մեկը չի ուզում այդ գործը բացահայտվի։ Աննա Վարդապետյանը այն ժամանակ, որ խմբի ղեկավար էր, իմանալով, որ իմ տղային մահացած են բերել, դիագն են տար, ինքը 15-20 րոպե են շոկ ապրել, ասել ոնց նման բան պատահում է, թե չէ։ Բա Աննա Վարդապետյան, ես հիմա քեզ ասում եմ, դու անձամբ իմ տղայի գործեր ուսումնասիրել ես ու տեսել ես, որ իմ տղային մահացած դիակը բերել են Մուրացանի հոսպիտալ, տաք հոտ են տվել։ Դու այդքան բանը տեսնելով, որպես երկրի դատախազ, նույնիսկ քո մեջ մի փոքր մարդկային բան չի արթնանում, որ ասես, այո, ծնողը ճիշտ է, երեխուն մահացած ենք բերել։ Ծնողին ասենք, այո, քո տղային սպանել են։ Իսկ դրանից առաջ իմ փաստաբանը գնացել է Հադրութ 38-401 զորամասում, որ տեսնի ինչ է այնտեղ կատարվանում։ Առաջի հարցը, որ մտել է բժշկին նոնային տեսնելու, ասել է բժշկուն հարց են տվել, դու Արթուր Ղազարյանին ճանաչում ես։ Բժշկուին ասել է, что, только мне в тюрьму надо сидеть, այսինքն ես եմ մենակ դատվելու։ Դուս ագալի, որ իմ երեխուն մահացած դիակը տարել են Մուրացանի հոսպիտալ, իմ երեխուն տանջամա, ամսու 17-ից մինչև 21-ը իմ երեխուն սենց տակ օդը տալով, իմ երեխուն հերի չի սպանել են իրանց գաղթիկները տենալով, ու ընդեղել է իրանց անտեր տակ օդն է, որ իմ երեխուն, չգիտեմ, սպանելով, որ իբրև սաղա ինչ-որ մի վարկած որոշեն։ Բոլորին դիմել ենք, ամեն տեղ, հանձնաժողովը ստեղծել են, խումբը ստեղծել են, ումա ձեր տանի, որ զինվորին տանում են գլուխը ուտումա ու գործը չի բացահայտում։ Այսինքն էսի պաշտպանության նախարարն է, քննչականն է, դատախազությունն է, Նիկոլ Փաշինյանը ասում էր, բերեք մի գործ, տեսեք ես ինչ կանեմ։ 5 գործ ենք բերել, պարոն Փաշինյան։ Ու ձեզ կետ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Արթուրի գործը, որ այո, միանշանակ ծնողը ճիշտ է։
Արտուր Ղազարյանը սպանությունը։ Բա ինչ եղավ, ինչի այդ գործին ընթացք չեք տալի։ Թե մենակ ձեր աթոռները զավթեցիք ու նստեցիք։ Դիպ մեկա մենք միջև վերջ գնալու ենք, այս արդարությունը պետք է լինի։ Մենք պահանջում ենք մի բան, որ մեր տղաների վարկածները պետք է փոխվի, որովհետև ի սկզբանե Աննա Վարդապետյանը ասել է, որ միանշանակ էսի սպանությունն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պետք է կանգնի, ասի, որ այո, ծնողները ճիշտ են, տղաներին սպանել են։ Ամեն մեկը զորամասում մի բանատես է։ Այս կամ բանին։ Ես Նարինե Մկրտչյանն եմ, Անրանիկ Մկրտչյանի մայրն եմ։ Իմ որդին եղել է կոչումով կապիտան, խորքային հետախույզ։ Իմ երեխին սպանել են Մեղրի Ագարակ զորամասում իր կաբինետում, ու մինչև օրս սպանողը անհայտ է, չի բացահայտվում։ Դրել են վարկածը ինքնասպանություն, բայց չկա ոչ մի հետք, ոչ մի ապացույց, ոչ մի նշույլ չկա, որ իմ երեխեն ինքնասպան է եղել։ Ու 8 տարի է, ամեն փորձագետ, ամեն փորձաքննություն, ամեն տեսակ փորձարարություն արվում է, ոչ մի պատասխան չկա։ Դատախազն ասում է, որ փորձագետի տված եզրակացությունով ես չեմ կարող հոդված փոխեմ։ Եթե երկրի դատախազության քննչական մարմինները միջնորդում են, որ այս գործը, այս հոդվածը պետք է փոխվի, չեն միջնորդում, որ հոդվածը փոխվի, պատճառաբանում են, որ ինքնասպանություն է։ Բայց փորձագետը նշում է, որ չի կարա ինքնասպանության գործելուց հետո իմ երեխեն ուղիղ պարկի, 4-րդ դիրք ընդունի, 4-րդ դիրք ընդունի, զենքն էլ մնա ձեռքի մեջ ու մատնահետք չկա, ոչ մի հետք չկա, պատրոնի վրա հետք չկա, թղթի վրա հետք չկա, մի խոսքով ոչ մի հետք չկա, որ իմ երեխեն ինքնասպանություն է գործել, ու մինչև օրս այդ հոդվածը չեն փոխում, Տիկին Վարդապետյանը գործը ուսումնասիրելով ասեց, որ նենց մակիաժ են արել այս գործը, որ չգիտենք շանգլուխը որտեղ է թաղած, բա ինչ եղավ, որ պետք է աղյողորմ ասում էի, որ ծնողները ճիշտ են, պետք է հոդվածները փոխվի, վերավորակում ստանա, ճիշտ գործողությունը կատարվի, որ ինքնասպանություն չի սպանությունը։ Վարչապետի խումբը, որ ստեղծվեց, Փաշինյան Նիկոլն ասում էր, որ բերեք, մի փաստ բերեք, մի գործողություն բերեք, որ իրականությանը համապատասխանի, տեսեք ես ինչ եմ անելու։ Դուք ոչ մեկի հետ գործ չունեք, դուք եք ու ես։ 5 գործով 1000 փաստ ներկայացվեց, որ այս 5 գործերը ոչ թե դժբախտ պատահար են ինքնասպանություն են կամ հիվանդություն է, այլ սպանություն է կոծկած, որովհետև ի սկզբանե կոծկել են, մաքրել են, իրեղեն ապացույցները ոչնչացրել են ու հիմա էլ պատճառաբանում են, թե քննություն են անում։ Եթե դու ի սկզբանե վերացրել եք իրեղեն ապացույցները, մաքրել եք հետքերը, չունեք համապատասխան պրեպարատներ, որ դրա հիման վրա քննություն կատարեք, ինչ քննություն է կատարում քննչական կոմիտեն, եթե ի սկզբանե քննիչները դատախազության վերահսկողությամբ կոծկել են այս գործերը։ Առայժմ այսքան։ Ես ցանկանում եմ նշեմ, որ Տիկին Արմենուհի Պողոսյանը, Լևոն Թորոսյանը իրավահաջորդը վատառողջ չի միացել, բայց լինելով նրանց ներկայացուցիչ երկու բառ նշեմ Լևոն Թորոսյանի գործի վերաբերյալ, Զինծառայող Լևոն Թորոսյանի սպանությունը դարձյալ որակվել է որպես ինքնասպանություն, երկար տարիների գործի քննությունը իբր թե ընթանում է առանց որևէ առարկայական տեղաշարժի։ Ինչպես Լևոն Թորոսյանը, այնպես էլ մյուս զինծառայողների գործերի մեջ կա առնվազն այնպիսի տարօրինակ հանգամանքներ, որոնք ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլ մեղմ ասած կասկածելի են։
շատ մանրամասն դետալների մասին այս պահին ես չեմ ուզում անդրադառնալ, բնականաբար հարցերի դեպքում դրանց վերաբերյալ սիրով կպատասխանեմ, ուղղակի ուզում եմ նշեմ, որ Լևոն Թորոսյանի գործը ևս, որը որակված է որպես ինքնասպանություն, մեղմ ասած չի համապատասխանում այն փաստական տվյալներին, որը առնվազն մենք ունենք գործով, ինչպես մյուս բոլոր զինծառայողների գործերով։ Առայժմ գործերի մասն առայժմ կարճ այսքանը, եթե հարցեր կան, ապա սիրով կպատասխանենք, եթե ոչ, ապա ես որոշ տեղեկություններ ևս կցանկանամ հայտնել։ Ակնհայտ է, որ Հայաստանի իրավական համակարգը չի բացահայտում այս գործերը, ձեր հետագա անելիքները ո՞րն են։ Մեր հետագա անելիքները մենք շարունակելու ենք պայքարել, ես բազմիցս կրկնել եմ, գալու եւ գնալու են Փաշինյանները, Վարդապետյանները, բոլորը։ Այս ծնողները 2007 թվականից սկսած բազմաթիվ վարչապետեր, նախագահեր, դատախազեր են ճանապարհել, նրանցից շատերը գնացել են անհետագից, սրանք ևս գնալու են առանց հետագծի, պատմության մեջ մնալու են մարդիկ, ովքեր ոչինչ չարեցին եւ դատայրավական համակարգը սարսափելի խայտարակ վիճակում թողեցին։ Մի կարևոր հանգամանքի մասին կուզեմ նշել, երբ այս 5 զինծառայողների գործերը ներկայացում էր վարչապետին, նաեւ նշվում էր, որ այդ գործերով ապացույցների մի մասը ոչնչացվել է, չի պահպանվել, շատ զարմացած հարցրեց Տիկին Վարդապետյանին, իսկ ինչ են պատրաստում անել այդ մասով, ովքեր են մեղավոր։ Տիկին Վարդապետյանը նշեց, որ մեղավորների հետ կապված այլ ընթացակարգ պիտի լինի, այն քննիչները, դատախազները, օպերատիվ աշխատողները, նրանք ովքեր ապացույցները չեն պահպանել կամ կոծկել են, եւ Փաշինյանը հարցրեց ինչպես պիտի լինի, Վարդապետյանը բառացի ասավ, որ այդ հարցը պիտի քննարկեն ԱԾ տնօրենի հետ, այն ժամանակվա գլխավոր դատախազի, դեռ ինքը գլխավոր դատախազ չէր, քննչական կոմիտեի նախագահը եւ վարչապետին կզեկուցեն, այսինքն պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիր պիտի լուծվեր։ Իհարկե սա չի արվել, ոչ Վարդապետյանի կողմից, ոչ Փաշինյանի կողմից, ոչ էլ որևէ մեկի կողմից։ Մենք ինքներս ենք արել դա։ Կազմել ենք ցուցակներ պատասխանատու պաշտոնյաների, ներկայացրել ենք, այդ ցուցակների մեջ կան բազմաթիվ այսօրվա պաշտոնյաներ, դատավորներ, դատախազներ, կայազորի ղեկավարներ, քննիչներ, ընդ որում հակակոռուպցիոն վճռաբեկ, Պարսագույն դատական խորհուրդ, վճռաբեկ, քրեական դատարան, բազմաթիվ բարձր պաշտոնյաների։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այդ անձինք, ովքեր այս զինծառայողների սպանությունները ճիշտ չեն քննել, մեր բառ եմ ասում, ապականել են գործը, ոչնչացրել են ապացույցները, եւ այսօր բարձր պաշտոններ ունեն։ Այդ բարձր պաշտոններին նրանք արժանացել են Փաշինյանի նշանակումներով կամ Վարդապետյան Աննայի նշանակումներով, իսկ որոշները նախագահի հրամանագրով։ Արդյոք կբացահայտեն այս գործերը։ Միևնույն է, շարունակելու ենք պայքարել, չենք հանձնվելու եւ իլրումն նաև նշեմ, որ մենք ինքներս ենք ապացույցներ հայթայթել շատ դեպքերում։ Տիկին Գոհարի հետ գնացել ենք Զորամաս, դեպքի վայրը ինքներս ենք զննել եւ պարզել ենք, որ այն դեպքի վայրը, որը 2007 թվականի արձանագրությունը կազմվել է, չի համապատասխանում իրականությանը։ Հադրութի Զորամաս, Հադրութի բժշկական կենտրոն են գնացել պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում Վալերի Մուրադյանի Զորամասում ենք եղել, պարզելով ինչպես կարող էր տեղ ունենալ այն հանգամանքը։ Մենք ցավոք սրտի հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի վրա, ոչ էլ Վարդապետյանի վրա։ Մենք հույսներս դրել ենք, որ արդարությունը հաստատվելու է։ Իհարկե չենք հավատում, որ այս իշխանության օրոք դա կլինի, որովհետև այս իշխանությունը պատասխանատուների պաշտոններ է բաժանել։ Իսկ հիմա նոր քաղաքականություն է որդեգրել այս 5 գործերով։ Գործերը թերի քննված անմխիթար վիճակում ուղարկում են արդեն դատարան։ Վալերի Մուրադյանին ուղարկել են, շուտով պատրաստում են հավանաբար ուղարկել դատարան Լևոն Թորոսյանի գործը։ Դատախազությունը շատ այսպես խորամանկ քայլ է մտածել, պատասխանատվությունը իրենց վրա գցեն, վեճը տեղափոխեն ծնող դատարան հարաբերությունների դաշտ։
Դատարաններից մեկը արդեն գործը վարույթ է ընդունել եւ մենք արդեն առաջի կոնֆլիկտային վիճակը ունեցել ենք օրեր առաջ։ Բայց նշանակություն չունի, գործը կքննվի դատարանի վարույթում, կլինի քննչական կոմիտեում, թե գլխավոր դատախազությունում։ Շարունակելու ենք պայքարել եւ շարունակելու ենք մատնանշել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն, ցավոք սրտի մինչ օրս չեն կատարել եւ չեն ցանկանում կատարել։ Ես մի բան ավելացնեմ մեր գործով, ուրեմն, քանի որ հիմա դատավարությունը ընթանում, մեր գործից քրեական ուրեմն մաս են անջատել, Վալերիկ Մուրադյանի գործով մաս են անջատել եւ նորից ինքնասպանության հասցնելով հոդվածը դրել են եւ այդ տղան ում վրա որ այդ հոդվածը դրել են, այսինքն երկու հոգու վրա են դրել, բայց այդ մի տղայի հիմա գործով դատավարությունը ընթանում, այդ տղան ուրեմն ի սկզբանե փախել է Ռուսաստանի Դաշնություն, այն ժամանակ 17 թվականին իմ բազմաթիվ բողոքներից հետո, որ ասում էի, լավ, սպանություն է, իմ տղային սպանել եք, բայց դրել եք հոդվածը ինքնասպանության հասցնել, հասցնողները ուր են, 17 թվականին մեղադրանք առաջադրեցին ինքնասպանության հասցնելու հոդվածով երկու տղաների, երկու զինծառայողների, այսինքն եթե այդ հոդվածը կարող էին դնեին, ինչու ի սկզբանե չէին դրել, այլ 17 թվականին մեր բողոքներից հետո նոր դրեցին եւ հիմա այդ մի տղայի մեղադրանք առաջադրած, որ ինքը Ռուսաստանի Դաշնությունում է, ես հարց եմ տալիս, հիմա իր նկատմամբ ո՞նց եք դատավարություն անում, նոր օրենքով հեռավար դատավարություն է համարվում։ Հեռավար դատավարությունը, այսինքն ինքը Ռուսաստանի Դաշնությունում է, հանրային պաշտպան է վերցրել եւ դատավարություն են կատարում, այնինչ ասում եմ, եթե մեղավոր ճանաչվեց այդ տղան, ինչ է լինելու, ոչինչ չի լինելու փաստորեն, այդ տղան երբ որ Ռուսաստանի Դաշնությունից կամ մտնի Հայաստան կամ որևիցե մի տեղից, այդ ժամանակ իրան կբռնեն, կձերբակալեն եւ կդատեն։ Եթե այդ տղեն 16 տարյա փախածա չի գալիս, ինչի կգա էլ որ իրան դատեն։ Այսինքն սենց ենք մենք հասկանում, որ մեր պետությունը, մեր դատախազությունը, քննչական մարմինները բոլորը աշխատում են ծնողի դեմ, տուժածին դեմ։ Մենք տուժվել ենք հերիք չի, նորից ենք տուժվում, մենք ենք հարցաքննվում, մենք ենք դատարաններ գնում գալիս, մենք ենք բողոքներ անում, մենք ենք մի խոսքով մենք ենք քննություն անում, մենք ենք իրանց ասում այդ մեղադրյալները որտեղ են Ռուսաստանի Դաշնության քաղաքը ես եմ ասել իրանց որտեղ է այդ տղան գտնվում, մի խոսքով ամեն ինչը մենք ենք անում։ Այսինքն պետությանը ձեռ չի տալիս, որ բացահայտվի զինվորական գործերը, ես սենց եմ հասկանում, որովհետև իրանք այդ զինվորական սպանությունների վրա լավ գումարներ են ստանում, սնվում են զինվորների սպանության, զինվորների արյան հաշվին։ Դրա համար էլ քննիչը, առաջի քննիչ մեր գործով Արման Ապրեսյանը, ամուսնուս ասել մեկը ոնց գրել եմ, նենց հանգիտելի չի փոխվել։ Բոլորին են։ Եվ ինքը հիմա Կայազորի դատախազը։ Ես ավելացնեմ Տիգրան գործով, Տիկին Վարդապետյանը ազգային ժողովում 24 թվականի մարտի 5-ին, ներողություն, մայիսի 3-ին, պատգամավորներին մենք հարցեր էինք ուղղել, ասել էինք խնդրում ենք Տիկին Վարդապետյանին հարցեր ուղղեք, ինչ եղավ այս ձեր ուսումնասիրած 5 գործերի ճակատագիրը։ Ինքը մեկ թվարկեց, որ Տիգրան Օհանջանյանի գործով իրեղեն ապացույցները ոչնչացվել են ի սկզբանե։ 24 թվականին հայտարարել է դա, մինչև առ այսօր, ասում եմ, դե եթե ոչնչացվել են իրեղեն ապացույցները, ովքեր արել են նրանցը չեք պատժում, դուք շատ լավ գիտեք ովքեր են, քննիչ դատախազ, երբեք տուժողի իրավահաջորդը իրեղեն ապացույց չի փչացնի։
ովքեր արել են, նրանց պատասխանատվության ենթարկեք, գոնե 18 տարվա մեջ այդքան պայքարել ենք, 3 կառավարություն են փոխել, 4 գլխավոր դատախազ են փոխել, բոլորի մոտ ունեցել եմ ընդունելություն, գործը վերլուծել են ինչքանով հնարավոր է, ինչ ձևի ուզեցել են խաբեն ծնողին, նույնիսկ վախեցնեն, որ չշարունակեմ, իսկ ես մինչև առայսօր շարունակում եմ, ճիշտ է, այդ ճանապարհին հայրը մահացավ Տիգրանի, բայց մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի այս պետությանը, այս դատաիրավական համակարգին, որ ասում է ոչնչացնեմ, մեր արդարությունով ոչնչացնենք, այսօր մեր երեխեքին հետ չէ, մյուսների համար են պայքարում, բայց Տիկին Վարդապետյանը ասեց իրեղեն ապացույցները ոչնչացվել են, լավ, եթե ոչնչացվել են իրեղեն ապացույցները, հիմա գործը ինչի չեք փակում, մի 2 շաբաթ առաջ զանգահարում եմ քննիչին, ասում եմ ինչ նորություն կա, ես որպես դժողի իրավաճորդ ուզում եմ իմանալ ինչ քննություն է գնում, ասում եմ Տիկին Գոհար, ինչ քննություն, մենք անելիք չունենք այս գործով, ում եք սպասում, կամ փակեք այդ գործը, սպանություն եք ասել, փակեք սպանություն, իրեղեն ապացույցները ոչնչացվել է, ով է ոչնչացրել, նրան պատասխանատվության ենթարկեք, առաջին քննիչին են պատասխանատվության ենթարկել, երբ որ ինքը 10 որոշում են կայացրել, երբ որ ինքը մահացած է եղել, արդեն 18 թվականի մարտին մահացել է, 24 թվականի սեպտեմբերին իրան հետ մահում քրեական վարույթ են նախաձեռնել և իր դժողի իրավաճորդը որդին, ասել է, ես համաձայն եմ դրա, այսինքն համաձայնվել է, որ իր հայրը հանցագործ է եղել և կոծկել է այս իրեղեն ապացույցները, լավ, այդ գործը հսկող դատախազներ չեն եղել, ով է հսկում գործը, քրեական գործը, դատախազը, ցուցում ով է տալի, դատախազը, ինչի մի դատախազ, Տիգրան Օհանջանյանի գործով կամ մի քննիչ, մի դատախազ, անգամ մի նկատողություն չի ստացել։ Ինչպես են վերաբերվում այս մեր ղեկավարները, երբ որ, այս էլ ասեմ, ավելացնեմ, որ Տիկին Վարդապետյանը միշտ ասում է, ես եթե ձեզ ընդունեմ, ես բախումներ, շահերի բախում կունենամ, ինչ շահերի բախման մասին է խոսքը, մարդասպանին, այսինքն իրան գիտեն երևի ով է, որ ես էլ գիտեմ ով է, բոլորն էլ են ճանաչում, իրենք էլ են ճանաչում, Հայգաց Բաղմանյանն իր շքախմբով, ես բազմից եմ ասել, այս 18 տարի է, ես իմ պայքարի ժամանակ միշտ հնչեցրել եմ, եթե իմ բարերի մեջ կա մի զրպարտություն, թող ինձ մեղադրանք առաջադրեն, ինչի այսքան ժամանակ, 3 անգամ դեպքից անցել է 12 տարի, նոր Հայգաց Բաղմանյանին կանչել են հարցաքննության և այն հարցերը չեն տվել, ասել է ես այդ զինվորին չեմ ճանաչում, ես ինչ կապ ունեմ այդ զինվորի հետ, ինքը եղել է Վարդենիսի, Կարճախբյուրի, Զորամասի կորպուսի հրամանատարը, դեպքը տեղի ունեցել իր նստավայրից 15 մետր հեռավորության վրա, կապի հանգույցից էր 1.5, իր ախրանյայի սենյակից էր 1.5 մետր հեռավորության վրա, իմ երախուդին գտել են իր ախրանայի պատուհանի տակից, ես ում կասկած եմ, երբ որ ես իմ տղայի հետ խոսելուց, ասեց մամ, եթե Հայգաց Բաղմանյանը Զորամասում է առնում, ճանճը անգամ չի դզում, երբ որ 10 թվականին ես ստացա արդարացման որոշում, որ դժբախտ պատահարի հետևանքով ապացույցներ չի եղել, ում մեղադրել են, դրանց արդարացրել են, և գործը հետ են ուղարկել քննչական վարչություն, քննության, մինչև առ այսօր այս գործը պտտվում է։ Ու
վերջի հայտարարությունը եղել է 24 թվականին, որը սրա իր եղենապացույցները ի սկզբանե ոչնչացրել են։ Հիմա ես 10 թվականին գնացի Հայկաց Բաղմանյանի մոտ, ասեցի սա վճիրը, որ դուք ասում եք եկեք սպասենք դատարաններին, սպանություն չի եղել։ Կարա քո երեխեն սենց անտենան պահող տրոսը բռնի, ձերքի ես մասով սենց հպվել է իբր տրոսին, կպել է վզին, տեղում մահա գրանցվել ու մնացել է տեղում։ Լավ ասեցի, եկեք սպասենք դատարաններին, դատարանը տվեց, որ ապացույց չի եղել, որ այս մարդկանց դատապարտեն, դու ինչի եք սպանել իմ երեխուն։ Ես ուղիղ հարցս տվել եմ Հայկաց Բաղմանյանին։ Ասեց, ես ինչի պիտի սպանեի զինվորին, ես ինչ գործ ունեմ զինվորի հետ։ Ասենք այդքանից հետո, ասում եմ չէ, որ զինվորին գտել են ձեր ախրանայի սենյակի պատուհանի տակից։ Դու ոչինչ չունես ասելու, ասեց ես էլ եմ գնացել այդ տրոսը բռնել, ինձ ոչինչ չի եղել, ինչի պիտի այդ երեխուն լիներ։ Չգիտեմ ինչա կատարվել։ Ու մինչև առ այսօր շատ լավ գիտեն հանձնաժողովի անդամներից սկսած բոլորը ուսումնասիրել են 28 հատոր, ճիշտ է, 28 հատոր քրեական գործը, թող ասեին տիկին գոհար, դուք սխալվում եք, որ մեղադրում եք, նման դեպք չի եղել, սպանություն չի եղել, դժբախտ պատահարի զոհ ա եղել։ Երեկայցյան դատարանը այստեղ անցել են, Եվրոպան տվել է, որ պարզ չի եղել մահվան պատճառը։ 23 թվականի ես ստացել եմ Եվրոպայի վճիրը, գրված է, որ մահվան պատճառը հայտնի չի, այդպես էլ երեկայցյան դատարաններ, պետական այցաններ անցնելով չի պարզվել զինվորի մահվան պատճառը։ Էսա մեր արդարադատությունը։ Ինչ շահերի բախում պիտի ունենա տիկին Վարդապետյանը մեր հետ։ Դրանից առաջ են գլխավոր դատախազները իրանից պակաս գիտելիքներ ունեին, ճիշտ է, նրանց հետ հանդիպել ենք, բայց պարոն Կոստանյանի հետ էլ ենք հանդիպել, բոլորի հետ էլ հանդիպել ենք։ Ոչ մեկի հետ շահերի բախում չենք ունեցել, իր հետ ինչի պիտի ունենանք, այսինքն ինքը մարդասպաններին ինչ-որ բան է խոստացել։ Ինչ-որ խոստացել է, թող բացահայտի ես քրեական գործերը կամ փակի։ Ես բազմիցս ասել եմ, եթե չեք կարողանում բացահայտեք, ուրեմն փակեք ես քրեական գործը։ Ասում եմ, ի՞նչ է նշանակում, ոչինչ չի կատարվում, ոչ մի քննություն չի կատարվում։ Խոսքս ուղղում եմ Պողոսյան Արտուր նոր քննչականի պետին, ընդունեց, մեզ ծնողներիս ընդունեց և ոչինչ չարեց, ասեց ես պիտի գործող քննիչներին կանչել էր, որ ամեն մեկը պիտի ասեին, թե այդ գործերով ինչ են արել, ասեց մինչև ես թույլ չտամ, իրենք ոչ մի բառ չեն խոսի։ Առաջին հանցագործը, Այս որ մենք այս վիճակին ենք, առաջի հանցագործը գլխավոր դատախազնա, քննչական կոմիտեի նախագահը և երկրի ղեկավարը, որ մինչև առ այսօր իր խոստումը չի կատարում, հավատացել ենք, բայց ափսոս։ Ափսոս, որ հավատքով այս 7 տարին սպասեցինք, որ մի բան կանի, գոնե թող Տիգրան Օհանջարյանի իրեղենապացույցները վերացնել է, թող մյուս գործերով բացահայտի, թող 18 թվականին հեղափոխության ժամանակ սպանվել է Լևոն Թորոսյանը, թող Լևոն Թորոսյանի գործը բացահայտի, որ գոնե, ասենք, լավ, այն իրեղենապացույցները նախկինների ժամանակ ա եղել ոչնչացրել են, թող այս մի գործը բացահայտի։ Ինչքան կարելի է, լավ, մենք 18 տարի ցրտին, անձրևին, արևին կանգնել ենք, հիմա էլ ենք կանգնելու։ Ես չեմ դադարելու պայքարելուց։ Միևնույնն է, այսօր ճիշտ է, մարդու իրավունքների օրն է, ոտնահարվել է այն 2007 թվականից մինչև առ այսօր, մեր իրավունքները ոտնահարված է այս պետության մեջ։
Երբ որ ինքը պատգամավորել գնացինք իր մոտ, ասեցի, ինչ կարելի է անել, սա դատաբժշկական եզրակացությունը, որը չեն նկարագրել երեխու վնասվածքները, ասես տիկին գովար, մինչև հեղափոխություն չլինի, մինչև իշխանափոխություն չլինի, ոչ մի գործ չի բացահայտվի։ Այդ նույն հարցը ես տվել եմ իրան մեր ընդունելության ժամանակ։ Ասի, հիշում եք, որ դուք նման բան մեզ ասեցիք։ Լինելու է, փափուկ բարձը դրեց մեր գլխի տակ, 150 էջանոց ապացույցը տվեց ձեռքներս ու ոչինչ չի անում։ Թե այս գործերը ում ա ծախել։ Այո, ես արդեն հիմա էս եմ մտածում, որ ինքը ում ա ծախել այս գործերը։ Նախկիններին, թող կանգնի, պարզ ասի։ Ավելացնել բանում եք։ Ես մի փոքրիկ դիտարկում գործերի քննության ընթացքի հետ կապված սկսած 2007 թվականից 2010, 2010, 2017, 2015 թվականների տարբեր վարենության գործեր են։ Գործերի ուսումնասիրության նաև պարզվում էր, որ իսկապես այնպիսի արատավոր երևույթներ կային, որոնք քննություն ուղղակի չի դիտարկել։ Օրինակ, Կարճատուրի Զորամասում, երբ մենք գնացինք դեպքի վայրը, մենք ինքներս ականատես եղանք, նաև գործիություններից կար, որոնց Զորամասի տարածքում եղել է շոկեբարնիկ։ Սա վատ իմաստով Գինեսի ռեկորդների գրքում գրելու նորություն էր։ Ինչպես կարող է Զորամասի տարածքում լինել շոկեբարնիկ։ Հասկանում եք, սա բառեր չեմ գտնում ասելու։ Չեմ գտնում այնպիսի բառ, որը կարող է բնորոշել մեր զարմանքը։ Սրա մասին առնվազն 2007 թվականից մինչ օրս գիտեն բոլորը ասելով ռազմական ոստիկանություն, ԱԱՑ ծառայություն, պաշտպանության նախարարներ, երկրի նախագահները վարչապետեր։ Որևէ մեկը պատասխան չի տվել։ Տիգրան Օհանջանյանի սպանությունը այդ շոկեբարնիկից կամ Բարսասիջան հյուրերի հանգստյան տնից քիչ հեռու է եղել։ Այդ հանգստյան տունն էլ է գտնում Զորամասի տարածքում։ Դուք փորձեք պատկերացնել Զորամասի տարածքում հանգստյան տուն եւ շոկեբարնիկ։ Սրանով ամեն ինչ ասված է։ Դրանից քիչ հեռու տեղի ունեցել այն ողբերգությունը, որը տեղի ունեցել Տիգրան Օհանջանյանի հետ։ Նույնը կարող են պատմել նաև մյուս գործերի հետ կապված։ Գիտեք խնդիրը ինչու՞մ է։ Խնդիրը ոչ միայն նա է, որ ինչու են զինվորներին սպանել եւ չեն բացահայտում, այլ ինչ են նրանք ականատես եղել։ Ինչպիսի վիճակ է եղել բանակում Զորամասում եւ ինչպիսին է։ Մինչ օրս որևէ պաշտոնյա չի համարձակվում մոտենալ այդ խնդիրների լուծմանը, որևէ մեկին պատասխանատվության կանչելու։ Վալերի Մուրադյանի Զորամասը եղել է առևտրի կենտրոն։ Գործի նյութերը նայելով հասկանում եք, որ ծաղկել է առևտուրը, դիզվարելիք, պահեստից այլ ապրանքների վաճառք, հեռախոսների վաճառք, գործի փաստերը այդպիսին է։ Բառից բուն իմաստով առևտրի կենտրոն է եղել։ Ռազմական ոստիկանությունը իբր թե օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով քննիչին տարիներ հետո հայտնել է մի տեղեկություն, որի մասին տուժողը ինքն է հայտնել քննիչին։ Հասկանում եք, ամբողջ համակարգը, որի կարկառուն ներկայացուցիչները այն օրերի ճակերտավոր հների այսօր դիկորի օրոք բարձր պաշտոններ են զբաղեցնում, չեն բացահայտի այդ անձանց սպանությունների գործը։ Նույնը մյուս բոլոր զինծառայողների Արթուր Ղազարյանի գործի դեպքը այդ ենթադրյալ առևտրի եւ թմրամիջոցի կամ այլ արկածների առևտրի մասին է խոսքը գնացել։ Ինչի ականատես եղել Անդրանիկ Մկրտչյանը, որ նրան պետք էր ցավոք սրտի նրա հետ վարվել այդպես ողբերգական, ընդ որում անձը ով ապրիլյան քարորիայի ժամանակ որպես թիկունքային հետախույս չափազանց կարևոր եւ նշանակալի գործողություն է կատարել խորը թիկունքում թշնամու։ Անձը իր աշխատասենյակում սպան իրեն ամրացված ատարճանակից չէ, բայց գնում է զորանոցից վերցնում ինքնաձիգը, գալիս եւ ինքնաձիգով ինքնասպանություն գործում։ Այնպիսի անհեթեթ վարկածներ են առաջադրել այս զինվորների սպանությունների գործով, որ մենք պիտի ուղղակի հասկանանք։ Մենք իհարկե հասկանում ենք, որ գործերը չեն բացահայտվում այն պարզ պատճառով, որ այդ գործերի բացահայտվելու դեպքում շատ մարդիկ պիտի բանտ գնան։
բառի սողակի իմաստով։ Այստեղ խնդիրը ոչ միայն սպանություն կատարելն է, այլ այն հանցանքները, որոնք տեղի ունեցել, եւ այդ հանցանքների հեղինակները այսօր պաշտոններ ունեն։ Բայց նորից եմ կրկնում, մենք չենք ընկրկելու, եթե օրինակ 2023-24 թվականներին գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը կամ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ նաև ազգային ժողովում այս գործերի մասին խոսում էին, այս կամ այն ձևաչափով, ապա 2025 թվականին այս մասին չի խոսացվել։ Ոչ գլխավոր դատախազը, ոչ քննչական կոմիտեի նախագահը, ոչ երկրի վարչապետը, որևէ պաշտոնյա այս գործերի մասին չի խոսացել, որովհետև զբաղված էին եկեղեցի ազատագրելով, զբաղված էին խոսքի ազատությունը ճնշելով, զբաղված էին նոր քաղաքականներ ավելացնելով, արդեն մոռացել են, մենք չենք մոռացել, յուրաքանչյուր տարի մենք մեր հանրությանը հիշեցնելու ենք այս գործերի մասին եւ սպասելու ենք այն օրվան, որ Հայաստանի դատաիրավական համակարգը, դատախազությունը կլինեն ազատ, արդար, կծառայեն օրենքին եւ հասարակությանը։ Մենք հասնելու ենք նրան, որ մեղավորները պատժվելու են։ Պետք է պատժվեն։ Իսկ երկրի դատախազը Աննա Վարդապետյանը ստախոս է, ինք իր խոստումը չի կատարում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է մի բան կատարում է մի բան։ Առավել ևս։ Այսինքն ինքը մոռանում է։ Էդի մոռանալով չի, այսօր ես տղա եմ տվել պետությանը ու պահանջում եմ, ես պահանջատեր եմ, որ իմ տղայի կյանքը խլել է ինչ-որ մի հատ եսիմ ով Հադրութում։ Ինչի պատասխանատվության չի ենթարկում։ Պարոն Փաշինյան, ձեզ եմ ասում, Աննա Վարդապետյան, ձեզ եմ ասում, ձեր խոստումները կատարեք, ի վերջո մարդ եք, հայր ես, կին ես, չգիտեմ, բալիկ ունես չունես, բայց թե ի վերջո մարդ եք, եթե գշերը գլուխները դնեք բարձի վրա, մտածեք, որ այս ծնողները անտեղի չեն եկել նստել։ Իրա ամեն մեկը մի տան լույս ա եղել, կյանքը խլել եք իմ, այս ամսու 21-ին, դեկտեմբերի 21-ին, իմ տղայի 15 տարին ա, ինչի համար։ Մարդիկ ուրախանում են, ես գնում եմ գերեզման, ես գերեզմանի մեջ եմ տոնածառ դնում, ինչի ես չեմ ուզում, որ ես տոնածառը ես էլ ունենամ։ Նուշերի ձեր մեջը մարդկային բան չկա, զգացում չունեք, չեք ասում, որ ի վերջով այս ծնողները մեղք են, ասենք այո, սպանել են ու վերջ, որ այս ծնողները թողան ամեն մեկ իրաց տներով գնան։ Ծնողները իրանցից ողորմություն չեն ուզում, պաշտոն չեն ուզում, աթոռ չեն ուզում, ծնողները ընդհանրեն ուզում են արդարություն։ Եթե կա այս պետություն կա, օրենք կա, թող արդար դառնի։ Հուսանք, որ գալիք տարում կունենանք նոր իշխանություն եւ կսպասենք նրանց, որ իրենք բացահայտեն մեր երեխեքի քրական գործերը, որովհետեւ Տիկին Վարդապետյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց խոստումները չկատարեցին։ Միևնույնն է, մեզ ոչինչ չի լինելու։ Ես խոստացել եմ, որ ինչ էլ լինի, պիտի մեղավորը պատժվի։ Դա կլինի Հայկազ Բաղմանյան, երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, որ այսքան քրական գործերը կոծկելով, վերցնելով այս բոլոր քրական գործերը, ասեց ես երբեք դա ասելա ազգային ժողովի դահլիճում, չեմ թողնելու այս մայրերի վերքը Արնահոսի։ Գալիք տարում սպասում ենք նոր ղեկավարությանը, նոր իշխանությանը, որ բացահայտի մեր այս երեխեքի քրական գործերը։ Նոր այդ ժամանակ մեղավորը որ պատժվի, նոր մենք մի փոքր կգնանք մեր տուն, մեր սուքը կսկանք։ 18 տարի պահես մեծացնես, 18 տարի էլ պայքարես, որ արդարացի լուծում ստանաս, որ մեղավորը պատժվի, ինչի ես իմ երեխուն Ռուսաստանից բերեմ ուղարկեմ բանակ իրապարտքը կատարելու, ջյուդոյից որսում են տղուն, սպանեք ու ոչ մեկը պատասխան չտակ։ Այսքան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ժամանակի եւ սահմանելու համար։